Ներբուհական քննությունների մասով վերահսկողական մեխանիզմները։ Ներբուհական քննությունների մասով մի փոքր խնդիր եղավ ճարտարապետաշինարարական համալսարանում։ Երեկ ես այն Facebook-յան էջում տեղադրեցի տեղեկություն առայն, որ մի խումբ դիմորդներ, որոնք դժգոհություն էին հայտնում քննությունից, հանդիպել են եւ նախարարության ներկայացուցիչների հետ եւ բուհի ներկայացուցիչների հետ, իրենց իսկ խոստովանությամբ ստացել են սպառիչ պատասխաններ եւ այս պայդերությամբ այլ խնդիրներ մենք չունենք։ Չունենք նաեւ դժգոհություններ կամ բողոքներ ներբուհական այլ քննություններից, արվեստի բուհերից։ Նույնպես չունենք ֆիզիկական կուլտուրա եւ սպորտի ինստիտուտից, նույնպես չունենք այս պայդերությամբ ես որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Ֆիզկուլտ ինստիտուտում կտրվողներ չեն եղել, այսինքն ցենզը այդքան բարձր է այնտեղ դիմորդների։ Ես չեմ կարող ասել այս պայդերությամբ եղել են կտրվողներ թե չէ, եթե չեն եղել կտրվողներ, պետք է ճշտել իհարկե։ Կարծում եմ ֆիզկուլտ, այսպես ասած, դիմում են այն մարդիկ, ովքեր իրոք ուզում են ֆիզկուլտում սովորել։ Հետևաբար պատրաստ են հանձնել այն մինիմալ շեմերը, հաղթահարել այն մինիմալ շեմերը, որ ենթադրում է ֆիզիկական պատրաստություն։ Ես այս պայդերությամբ ցավոք ֆիզկուլտ դիմել չեմ կարող, որովհետև առնվազն մի 6 ամիս լրացուցիչ պարապելու կարիք կունենամ, կարծում եմ մնացած դիմորդները այդ կարիքը չեն ունեցել եւ ամբողջ տարի պատրաստվել են դրան։